Մարտիրոս Սարյանն ասել է. «Բնությունը արարում է մարդուն, որպեսզի մարդու օգնությամբ տեսնի իրեն և հիանա իրենով։ Մարդը բնություն է, բնությունը մարդ, ուստի մահ գոյություն չունի»։ Մարտիրոս Սարյանին անվանել են գույների կախարդ, և այն, ինչ պատկերացնում ենք նրա մասին մտածելիս, հենց գույներն են։ Սարյանը հայկական գեղանկարչության խորհրդանիշն է, և նրա կտավներից շատերում մենք տեսնում ենք հենց սարյանական ոճով պատկերված Հայաստանի բնապատկերները։ Ծնված չլինելով հայրենիքում, նա մշտապես իր սրտում ունեցել է Հայաստանի պատկերը։ Ես երազում եմ գույնի մասին, գույնը իսկական հրաշք է։ 1921 թվականին Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Միասնիկյանի խնդրանքով Մարտիրոս Սարյանը տեղափոխվում է Հայաստան և բնակվում այստեղ, ստեղծելով հնագիտության, ազգագրության և կերպարվեստի պետական թանգարանը։ 1922 թվականին Սարյանի էսքիզներով ստեղծվում է Սովետական Հայաստանի զինանշանը։ Մարտիրոս Սարյանի աշխատանքները ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ պատկերասրահներում և մշտապես արժանացել հիացմունքի թե հայ, թե օտարազգի գործիչների կողմից։